մենք պատրաստենք մեր ծնողի դիակը խնդրում ենք ու բերին հասցնին Հայաստան, մուքել այնա մեզ հողարկավորելու տեղ ունենք։ Խաչպար գյուղում տանելու ենք մեր հարազատների գերեզմանոցում մենք տեղավորենք։ Կես տարի առաջ Արցախում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի ընտանիքը սպասում է, որ օր առաջ Բաքուն Հայաստանին հանձնի նրա մարմինը։ Որդին Արսեն Աղասյանը պատմում է, դեռ նոյեմբերին Կարմիր խաչից իրենց ասել են, որ պատրաստվեն գնալ Հակարիի կամրջի մոտ։ Այցը սակայն իրենց անհայտ պատճառներով չեղարկվել է։ Հոկտեմբերի 20-ի անունը նարի մահացել է, 22-ին գնացել են Կարմիր խաչին դիմել։ Կարմիր խաչը նոյեմբերի 7-ին 8-ին ասել է, որ պատասխանը եկել է, այդ գործողությունը ստացվելու է, որ դիակը բերինք հասցնենք ստեղ։ Հա։ Նոյեմբերի 8-ին զանգել են Կարմիր խաչից, ասել, որ ով է գնալու ձեզնից, որ Հակարի դիակը ճանաչի։ Լավն են կնի, աղջիկ կնի, մենք էլ ասեցինք, չէ, տղեկով են գնում։ Մենք իրեն երեխեքով գնալով ենք, ես իմ աղբեր գնալով ենք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից այս հարցի շուրջ մեկնաբանություն չեն տալիս, միայն փոխանցեցին կողմերի փոխհամաձայնության դեպքում պատրաստ են իրականացնել իրենց միջնորդական առաքելությունը։ Ու ամսի 10-ի վրա պայմանավորված, որ պիտի դուրս գանք Հակարին, պատրաստ ուժելերի, ես էլ հորքուրից տղանել սաղովի, պատրաստ որ պիտի գնայինք խափել են, ադմենա են տուվել։ Մենք պատրաստ ուժը որ պիտի գնանք, մեկ էլ ասում է Ադրբեջանը ադմենա տուվել։ Բաքուն երկրորդ անգամ դիմեց Երևանին, եթե չեք ընդունում Վերա Աղասյանի մարմինը, նրան կհուղարկավորեն հենց իրենք։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ադրբեջանում Աղասյանի մարմինը պահում են հատուկ պայմաններում, բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ դադարեցնել մարմնի քայքայումը։ Այս հարցով զբաղվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչու չի հաջողվում կնոջ մարմինը Հայաստան տեղափոխել, ինչն է խանգարում, որն է պատճառը, կառույցից այս հարցերին չեն պատասխանում։ Ազատությանը միայն փոխանցեցին Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է, թե ինչ են կոնկրետ քննարկում հայկական ու ադրբեջանական կողմերը, երբ Բաքուն հայտարարում է իր պատրաստակամության մասին, հայտնի չէ։ Ազգային անվտանգության ծառայությունից նաև չեն մանրամասնում, թե ինչու է այս հարցը ձգձգվում արդեն կես տարի։ Ստեփանակերտում մահացած կնոջ որդին կարծում է, որ Բաքուն պարզապես իր ընտանիքին ցավ է պատճառում։ Մենակ ճնշելու համար, վիրավորելու համար, ուրիշ ոչ մի բան։ Եթե տվողն են կին արմատա, այն դիակն ինչ համար է բան, տվողն են այդ նույն պահին կտեղեկացնեին, մենք էլ կգնայինք, մեր դիակը կբերեինք, մենք ստե կհողարկավորեինք։ Որդին պատմեց, որ մոր հետ վերջին անգամ անցած տարի օգոստոսին ու սեպտեմբերին է խոսել, հետո կապը կորել է թե մոր, թե մյուս բարեկամի հետ, ով եւս Լեռնային Ղարաբաղում մնացած հատուկենտ հայերից է, ասաց, որ մայրը պարզապես որոշել էր մնալ հայրենիքում, որտեղ տուն տեղն էր, մյուս որդիների ամուսնու շիրիմները։ Մյուս կողմից էլ չի հավատում, որ մայրը մահացել է, իրենց որևէ փաստ չեն ներկայացրել։ Ոչ մի նկար կա, ոչ մի դիահերձարանը նկար կա, ոչ քաղաքի մեջ մահացած մի տեղ կա, կամ մահացած կետը կա, ոչ մի ձևի ֆակտ չունի, ինչի հավատամ։ Ես էլ ասում եմ, մամաս են ասաղ։ 70-ամյա Վերա Աղասյանն Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած փոքրաթիվ հայերից էր, այնտեղ մահացած առաջին հայն է ըստ բաց աղբյուրների, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա հոկտեմբերի 20-ին է մահացել, սրտանոթային խնդիրներ ուներ։